Վոլոդյա Հակոբյան։ Պարոն վարչապետ, Հայաստանում Մարտին արհեստական բանականության գործարանը հիմնադրվել ու գործում է շուրջ 5 միլիարդ դոլարի ներդրմամբ եւ նախատեսվում է, որ այդ ներդրումը պետք է հասցնել շուրջ 4 միլիարդ դոլար եւ ավելի, ու եթե հիմա մեր էներգետիկ հնարավորությունները, մասնավորապես էլեկտրականության արտադրությունը, որ կա Հայաստանում, բավարարում են այդ գործարանի եւ մեր հզորությունների համար, նաեւ արտահանման համար, ապա արդյոք 4 միլիարդ դոլար ներդրման դեպքում դա կբավարարի եւ հաշվի առնելով, որ նաև ատոմակայանի հետ կապված 2036 թվականը մինչև ժամկետ ունենք եւ միգուցե 2036-ին հնարավոր չլինի արդեն երկարաձգել ատոմակայանի շահագործման ժամկետը, ապա այդ դեպքում մենք արդյոք պետք է փոխենք մեր մոտեցումը ու մոդուլային փոքր ատոմակայանների փոխարեն ավելի մեծ զորությամբ ատոմակայան կառուցենք եւ եթե այո կամ թեկուզ եթե ոչ, ապա ժամանակը չի արդեն որ մենք կողմնորոշվենք ինչ ենք անում ու արդյոք հետ չենք մնա եւ 2036 թվականին կունենանք համապատասխան հզորություններ այդ արհեստական բանականության գործարանի նաեւ արտահանող որպես էլեկտրականություն արտահանող երկիր մնալու հետ կապված արդյոք ժամանակը չի չենք ուշանա որոշումներ կայացնելու հետ կապված։ Շնորհակալ եմ հարցի համար։ Նախ ընդհանրապես զարմանալի է, որ ատոմակայանի հետ առնչվելիս մեր թեմաներից, էլի տեսեք մեր բանը, էլի ինչ որ սիմվոլներ ենք ստեղծում, եւ ոչ սիմվոլների համար սկսում ենք պայքարել։ Ատոմակայանի հետ կապված կա առաջին, երկրորդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ մի հարց՝ անվտանգություն։ Եվ երբ որ ասում են, հա, Թուրքիան այս ինչ ասեց, վայ Ադրբեջանը, ինչ ասեց, Աստված չանի, որ այդ ատոմակայանը պայթի, նույն հեռավորություն, այսինքն Հայաստանի շրջաններ կան, որ ավելի հեռու են ատոմակայանից, քան Թուրքիա։ Ադրբեջանի տարածքներ կան, ավելի մոտիկ են ատոմակայանից, քան Հայաստանի Հանրապետության որոշ։ Այսինքն մենք երբեմն հասկանում եք, հասկացությունների մեջ բան չենք անում։ Մեզ պետք է կապ չունի որևէ հայտարարություն, որևէ բան ասվի Ադրբեջանից կամ Թուրքիայից, եւ դա արդեն փոխում է մեր բան։ Մենք պատրաստ ենք գնալ անտեսել բանի ատոմային էներգետիկայի, պատրաստ ենք չակերտավոր, էլի մի քիչ չափազանցնելով, բոլոր կանոնները այնքան որ Ադրբեջանի եւ ի հեճուկս Ադրբեջան։ Չէ, մենք այդ ատոմակայանը պետքա մինչեւ 2125 թիվը բան անենք։ Ոչինչ, մենք ամեն ինչի կդիմանանք, կմաքարենք, բանը ռադիոակտիվ քարից հաց կքամենք։ Ոչ բայց այն որ Ադրբեջան դրա մասին ասել է, վերջ, ատոմակայանը ամենաշուտը մենք այդ հարցին կանդրադառնանք 1163 թվին։ Արձագանք։ Չէ, սեպան պարզ է, ես ուրիշ բան եմ ասում, ժողովուրդ մենք մեզ չի հուզում այսինքն ատոմային բանը, անվտանգություն, այդ ատոմակայանը կառուցվել է 70-րդ թվին, վերջո ռեսուրս ունի։ Ես ասացի, որ մենք աշխատում ենք, որ տեխնոլոգիաները թույլ են տալիս, ինչքան հնարավոր է տեսական, գործնական, բոլոր հնարավոր 2046 թիվը այն հնարավոր ամենա, պատկերացեք տեխնոլոգիաները ամեն ինչից պետք է հարցը լուծվի, որովհետև մեզ առաջին անվտանգության խնդիրը պետք է հուզի, հասկանում եք, բայց որ եթե Ադրբեջան դրա մասին խոսում է, մենք անվտանգության խնդիր չունենք, ընդհանրապես բանը ոչինչ ոչ քեզի տրամաբանությունը, հա, այդ ոչինչ թող Հայաստանը ոչինչ անա, բայց 3000 թուրք ու ադրբեջանցի, որ հետը վնասվի, մենք մեր պատմական արդարությունը կհամարենք վերական։ Այս ինչ մոտեցում է, զարմանալի բան է։ Սա էս եմ ասում, էլի, բանի ստալինյան հայրենասիրության, մեզ ներմուծված ստալինյան հայրենասիրության տիպիկ օրինակ է։ Լսեք, մենք պետքա, մենք էլ եկեք խոստովանենք, որ մենք էլ ենք այդ մտածողության կրողները եղել, մենք, ես, բայց ժողովուրդ ջան, լավ ի վերջո պետքա հասունանալ, չէ։ Չի կարելի անընդհատ այս կետի վրա կներեք, ես ձեր հարցին չպատասխանեցի, բայց կարծում եմ ավելի կարևոր բան ասացի։